փոքրիկներ։ Բարև ձեզ մեր շատ սիրելի երեխաներ։ Հեքիաթի սենյակի ձեզ են ողջունում Արևիկը եւ Լիլիթը։ Սիրելի փոքրիկներ, այսօր ձեզ ներկայացնելու ենք շատ գեղեցիկ հեքիաթ, բայց մինչ կանդրադառնանք հեքիաթին, ներկայացնենք մեր այսօրվա փոքրիկ հյուրին։ Այսօր մեր հյուրն է փոքրիկ Լանան, ով Դիզակ արտ մշակութային երիտասարդական կենտրոնի սաներից է։ Ողջույն Լանա։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ։ Շատ ուրախ ենք, որ այսօր հյուր ես եկել մեզ։ Կարող ես քո մասին պատմել մեզ։ Ես գնում եմ դպրոց Մայակովսկի 7-րդ համար։ Գնում եմ Դիզակ, շատ սիրում եմ թատրոն ու բար։ Բեմադրություններ անում եք։ Հա։ Դերեր ունես հետաքրքիր։ Հա։ Հեքիաթներում։ Հա։ Ինչ դեր։ Երեխան եմ ես դեղ։ Որ ներկայացման մեջ։ Արապաստի պենգվինի։ Շատ հետաքրքիր է, անպայման կգանք դիտելու։ Լանա, իսկ երազանքներ ունես, ինչ ես ուզում դառնալ կամ առհասարակ երազանքներ։ Ես ուզում եմ դառնամ հաշվապահ կամ դերասանուհի։ Փաստորեն Լանան մաթեմատիկան շատ լավ է սովորում, այդպես է։ Ունես սիրած առարկա։ Հա, մաթեմատիկան։ Հենց մաթեմատիկան միայն։ Լավ, Լանա, իսկ ասես հեքիաթներ սիրում ես առհասարակ ընթերցել։ Համ կարդում եմ, համ գրում եմ։ Գրում ես նաև, դու ստեղծագործում ես։ Հա։ Գեցես։ Լանա, այսօր մենք ընտրել ենք իռլանդական ժողովրդական հեքիաթ։ Մեր երեխաները արդեն գիտեն, որ մենք պարբերաբար ներկայացնում ենք տարբեր ժողովուրդների հեքիաթ, այնպես որ կարծում եմ հետաքրքիր կլինի այսօր։ Իսկ մենք ներկայացնենք, թե այսօր ով է մեզ հետ, Դանելյան արտ ստուդիոյի սաներից, այսօր մեզ հետ գեղեցկուհի, այո, Յանան է։ Իսկ մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել Կլուբ Կապիտալին, ով աջակցում է մեր հաղորդմանը։ Դե ժամանակն է սկսելու։ Ումից սկսենք։ Ինձնից կարծում եմ։ Կախարդի տնակը։ Լինում են, չեն լինում, մի պառավ մարդ ու կնիկ են լինում, ունենում են 3 աղջիկ։ Օրերից մի օր մարդը մեռնում է։ Այս կնիկը գիտենում է, որ իր մարդը ոսկով ու արծաթով լիքը մի մեծ քսակ է թողել ու մտքում մխիթարվում է։ Գոնե աղջիկներս քաղցած չեն մնա։ Բայց ինչպես կարգն ու օրենքն է, մեռելը դեռ հուղարկավորած թաղած չեն լինում։ Աղքատի կերպ մտած մի կախարդ գալիս է իբրև թե ողորմություն է խնդրում։ Հաջողեցնում է, քսակը ձեռ է գցում ու ծլկում։ Էնպես, որ չեն էլ կարողանում իմանալ, թե որ կողմից եկավ ու որ կողմը չքացավ։ Այսպես խեղճ կնիկը 3 որբ աղջկանով աղքատանում է ու ճարը կտրած օր ու գիշեր անում, աշխատում, որ կարողանա իր երեխան սպահի, մեծացնի։ Ժամանակ է անցնում, այս աղջիկները մեծանում են, ու մի օր էլ մեծ աղջիկն ասում է. «Այ մեր, ես մեծացել եմ, մեծ աղջիկ եմ դարձել։ Ամոթ է ինձ համար այսպես անբան ու անգործ տանը նստեմ։ Մի բաղաջ թխիր, տուր ինձ, գնամ աշխարհք մանգամ, իմ բախտը գտնեմ»։ Մերը բերում է մի բաղաջ ու թխում։ Ու աղջկան հարցնում, թե ինչպես է ինքը ուզում։ Կես բաղաջն ես ուզում մոր օրտնանքի հետ, թե ամբողջ բաղաջը, առանց մոր օրտնանքի։ Աղջիկը ամբողջն է ուզում, առանց մոր օրտնանքի։ Բաղաջն առնում է, ճամփա ընկնում, ասում է. «Մի տարուց ու մի օրից, եթե թե եկա, թե հո չեկա, իմացեք, որ ողջ ու առողջ եմ ու իմ բախտը գտել եմ»։ Գնում է գնում, դուրս է գալիս մի անծանոթ երկիր։ Մի ճամփի վրա մի տնակ է լինում։ Այս տնակին մոտենում է ու տեսնում։ Շենքում նստած է մի պարավ զարամ կախարդ կնիկ։ Այս կախարդը հարցնում է, թե ուր ես գնում, թե գնում եմ բախտս գտնելու։ Ինձ էլ հենց այդպես մի ծառայող է հարկավոր։ Արի ինձ մոտ մնա, առաջարկում է կախարդը։ Որ քեզ մոտ մնամ, ինչ պետք է անեմ։ Պետք է ձեռից ջուր ածես, շորերս հագցնես, ավլես, սրբես, վառարանը վառես, բայց վայն եկել է քեզ տարել, եթե ծխնելույզի մեջը նայել ես։ Աղջիկն ասում է. համաձայն եմ։ Առավոտը կախարդը որ վեր է կենում, այս աղջիկը ձեռին ջուր է ածում, շորերը հագցնում, կախարդի դուրս գալուց հետո էլ վառարանը սրբում է,
Բայց սրբելիս մտքով նա անց է կենում, թե ինչ պետք է լինի, մի մեծ բան հոչի լինելու, եթե մի աչքի պոչով ծխնելույզի մեջ նայեմ։ Նայում է ու ինչ է տեսնում։ Տեսնում է իր մորից գողացված ոսկով ու արծաթով լիքը քսակը հրես ծխնելույզի մեջ կախարած։ Իսկույն հանում է ուսը գցում ու թռչում դեպի տուն։ Ճամփին մի ձի է պատահում, առաջը կտրում է ու խնդրում է, ասում. Աղջի ջան, աղջի, ինչ կլինի, ինձ քորես, այս օղտը տարի է, ինձ ոչով քորել չի։ Աղջիկը ձեռքը փետով ձյուն է տալիս, ճամփից դեն է անում ու անց կենում, գնում։ Առաջն է գալիս մի ոչխար, ասում է. Աղջի ջան, աղջի, ինչ կլինի, ինձ խուզես, այս օղտը տարի է, ինձ ոչով խուզել չի։ Աղջիկը սրանել է զարկում, ճամփից դենն անում ու անց կենում։ Մի քիչ էլ գնում է, տեսնում է մի օրիգած էծ։ Այս օրիգած էծն աղաչում է, ասում. Աղջի ջան, աղջի, ինչ կլինի, ինձ տեղ փող անես, այս օղտը տարի է, ինձ տեղ փող չեն արել։ Աղջիկը իծի վրա քար է շպրտում ու իր ճամփեն շարունակում։ Գնում է, պատահում է մի խափան ջաղացի։ Այս խափան ջաղացը խնդրում է, ասում է. Աղջի ջան, աղջի, ինչ կլինի բան գցես ինձ։ Այս օղտը տարի է, խափան եմ, ոչով ինձ բան չի գցում։ Աղջիկը սրանել չի լսում։ Ներս է մտնում, դրան հետևը ձգվում ու քնում։ Կախարդը վերադառնում է տուն, տեսնում է աղջիկը փախել է։ Ակն է տալի ծխնելույզին, տեսնում, այնտեղ քսակ չկա։ Կատաղում է, ընկնում աղջիկա հետևից։ Ճամփին պատահում է ձիուն։ Այ ձի, ասում է, ոսկով ու արծաթով լիքը քսակ ձերին, իմ աղախնին արդյոք չի տեսել։ Հենց նոր էստեղից փախած անց կացավ, պատասխանում է ձին։ Կախարդը վազում է, պատահում է ոչխարը։ Այ ոչխար, ասում է, ոսկով ու արծաթով լիքը քսակ ձերն իմ աղաղնին արդյոք չի տեսել։ Տեսել եմ, պատասխանում է ոչխարը։ Մենք քիչ առաջ դեսը վագելով անց կացավ։ Գնում է, պատահում է իծին։ Այեց, ասում է, ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռքին իմ աղախինին արդյոք չես տեսել։ Ինչպես չէ, տեսել եմ, պատասխանում է էծը։ Հենց նոր դեսը անց կացավ դեպի խափանջագացը։ Գնում է խափանջագացի մոտ։ Այ խափանջագաց, ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռքին իմ աղախինին արդյոք չես տեսել։ Ինչպես չեմ տեսել, ներս արի, հրես դրան ետևը քնած է, պատասխանում է խափանջագացը։ Կախարդը ներս է մտնում։ Տեսնում է աղջիկը հրես քսակը գլխին տակ, դրան ետևը քնած է։ Ձեռքի կախարդական գավազանով զարկում է քնած աղջիկանը, դարձնում է քար, իր ոսկով ու արծաթով լիքը քսակը առնում ու ետ գնում իր տունը։ Սրա վրա մի տարի ու մի օրն անց է կենում։ Միջնեկ աղջիկը տեսնում է, որ քույրը ետ չեկավ, մորն ասում է. Ինչպես երևում է, քույրս բախտավորվել է ու լավ է ապրում։ Ամոթ չի, որ հենց ես այս տանը նստեմ, պարապ-սարապ։ Մի բաղաչ թխիր, տուր ինձ, գնամ աշխարհքման գամ, իմ բախտը գտնեմ։ Մերը հարցնում է, թե ո՞րն ես ուզում։ Բաղաչի կեսն ես ուզում իմ օրտնանքի հետ, թե ամբողջ բաղաչն ես ուզում, առանց իմ օրտնանք։ Ամբողջ բաղաչն եմ ուզում, առանց քո օրտնանքի։ Պատասխանում է աղջիկը. ամբողջ բաղաչն եմ առնում ու ճամփա ընկնում, ասում եմ. մի տարուց ու մի օրից, եթե թե եկա, թե հո չեկա, իմացեք, որ ողջ ու առողջ եմ ու իմ բախտը գտել եմ։ Գնում է, սա էլ մեծ քրոջ նման, վարվում ու նրա բախտին արժանում։ Մի տարին ու մի օրն անց է կենում, էդ չի գալիս։ Փոքր աղջիկն ասում է. իմ քույրերն արդեն հասան իրենց մուրազին, միթե հենց էս պետք է մնամ էսպես անբան ու անգործ նստած, անպետք ինձ համարել, ուրիշների համարել։ Մի բաղաչ թխիր, մայրիկ, ես էլ գնամ, բախտի հետևից, ման գամ։ Մերը հարցնում է, թե ո՞րն ես ուզում, կես բաղաչն ես ուզում իմ օրտնանքի հետ, թե ամբողջ բաղաչն առանց իմ օրտնանքի։ Փոքր աղջիկը, թե կես բաղաչն եմ ուզում քո օրտնանքի հետը։
Մերը կես բաղաճը տալիս է իրեն, օրհնում ու ճանապարհ դնում։ Իր քույրերի նման սա էլ երկար դես ու դեն թափառելուց հետո գալիս հասնում է կախարդի կացարանին ու աղախին է մտնում նրա մոտ։ Ու հենց նրանց պես էլ սա էլ մի օր ծխնելույզի մեջ նկատում է ոսկով ու արծաթով լիքը քսակը, առնում է ու դուրս է պրծնում դեպի իրենց տունը։ Ճամփին պատահում է ձիուն։ Ձին աղաչում է. «Աղջի ջան, աղջի, ինչ կլինի ինձ քորես, ուխտը տարի է, ինձ քորել չեն»։ «Վայ, խեղճ ձի», ասում է աղջիկը, քսակը մի կողմ է դնում ու քորիչով քորում է ձիուն։ Մի քիչ անց է կենում, ոչխարն է խնդրում. «Աղջի ջան, աղջի, ինչ կլինի ինձ խուզես, էս ուխտը տարի է, ինձ խուզել չեն»։ Վայ, խեղճ ոչխար, ասում է աղջիկը, հանում է մկրատն ու խուզում է ոչխարին։ Մի քիչ էլ է գնում, օրիգած էծն է կանչում։ Աղջի ջան, աղջի, ինչ կլինի, տեղ փող անես ինձ, էս օխտը տարի է, ինձ ոչով տեղ փող չի արեր։ Վայ, խեղճեց, ասում է աղջիկը, ու տեղ փող է անում սոված իծին։ Վերջը հասնում է խափան ջաղացին։ Աղջի ջան, աղջի, ինչ կլինի, բան գցես ինձ, խնդրում է խափան ջաղացը։ Էս օխտը տարի է, ինձ ոչով բան չի գցել։ Վայ, խեղճ ջաղաց, կանչում է աղջիկը, ջուրը բաց է թողնում ու ջաղացը գրգռում է։ Եվ որովհետև օրը հատել էր, մութն ընկնում էր, մտնում է ջաղացն ու դռան ետևը պառկում, քնում։ Կախարդը վերադառնում է տուն, տեսնում է աղջիկը չկա, ծխնելույզը օկն է տալիս, տեսնում է քսակն էլ չկա, կատաղում է, փրփրում է, ընկնում է աղջկա ետևից։ Հասնում է ձիուն, ձիուն հարցնում է, այ ձի, ասում է, ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռքին, իմ աղախին ինչ չես տեսել։ Դու էլ հենց իմանում ես ինձ բան գործ չունեմ, քո աղաղնիներին հսկեմ, պատասխանում է ձին։ Ես ինչ գիտեմ, որտեղ է քո աղաղնիները, գնա ման արի, գտիր։ Գնում է հերթով, հասնում է ոչխարին, էծին, նրանք էլ նույն պատասխանն են տալիս։ Վերջը հասնում է ջաղացին։ Այ ջաղաց, ասում եմ, ոսկով ու արծաթով լիքը քսակ ձերին, իմ աղաղնիներին չես տեսել։ Ինչ ես ասում։ Ես գոռոցի մեջ լավ չեմ լսում, պատասխանում է ջաղացը։ Մոտիկ արի, ականջումս ասա։ Կախարդը մոտենում է ջաղացին, որ ջաղացի ականջումն ասի։ Ջաղացը սրան բռնում է, պտտում, կոլորում տակովն անում, շինում, ալուր աղցան ու շպրտում ցրում դես ու դեն։ Կախարդը վեր ընկնելիս ձեռքի գավազանը վեր գցած է լինում։ Ջաղացն աղջկանն ասում է. «Էդ գավազանը վերցրու, դրանով զարկիր դռան տակի երկու քարին»։ Աղջիկը կախարդական գավազանով զարկում է դռան տակի երկու քարին, մին էլ տեսնում է, առաջը կանգնեցին իր երկու կորած քույրերը։ Փաթաթվում են իրար, համբուրվում ու ոսկով ու արծաթով լիքը քսակն առնում, ճամփան դեպի տուն, իրենց պառավ մոր մոտ։ Տանը պառավ մերը իր աղջիկներին կորած էր համարում ու նստած սուկ անելիս է լինում, որ հանկարծ ներս են մտնում, երեքն էլ ողջ ու առողջ, հետներն էլ ոսկով ու արծաթով լիքը քսակը, ուրախանում, աշխարհքով մին է լինում ու այն օրվանից ապրում են ուրախ ու ապահով։ Սիրելի փոքրիկներ, այս հեքիաթից ինչ հետևություն պետք է անենք։ Պետք է իմանանք, որ շատ կարևոր է մեր ծնողների օրհնանքը։ Ամենակարևորն է։ Լանա, մենք շատ ուրախ ենք, որ այսօր դու մեր հյուրն էիր։ Իսկ դու քո տպավորություններից մի երկու բառով կասես։ Որ փոքր աղջիկը շատ խելոք էր ու ընտրել է մայրիկի օրհնանքը։ Այո։ Ու ինքը հաղթել է ու պաշտպանել է իրան։ Եվ բոլորը կարծես թե հասկացան, որն էր ամենակարևորը։ Իսկ հիմա Արևիկ, երևի թե տեսնենք, թե որ հերոսին է։ Պատկերել Յանան։ Սիրելի փոքրիկներ, իսկ դուք չմոռանաք ամեն շաբաթ դիտել մեր ծրագրերը։ Կարող եք մեզ հետևել նաև YouTube-ում եւ գրել մեր Instagram-յան page-ին։ Իսկ մենք եւս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում Կլուբ Կապիտալին, որ աջակցում է մեր հաղորդմանը։ Երեխաներ, եկեք միասին ցտեսություն մաղթենք փոքրիկներին։
Ցտեսություն։